Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Նայում ես բավականին լավ փաստաթուղթ է։ Արդյոք Հայաստանը պատասխանել է 44-օրյա պատերազմից առաջ համանախագահների վերջին առաջարկներին, բանակցային որոշ փաստաթղթերի հրապարակումից հետո ընդդիմություն իշխանություն թեժացած բանավեճը շարունակվում է։ Այսինքն ինչ եք ուզում մեզանից։ Որպես վկա դարձյալ հարցաքննության է կանչվել Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը Բագրատ arczepiskopos-ի եւ մյուսների գործով։ Նոր գործ Գագիկ Ծառուկյանի դեմ եւ բացակայելու արգելք ըստ դատախազության նա վաճառել է Բուլղարիայում գտնվող իր գույքը, որը մեկ այլ քրեական գործով արգելանքի տակ էր։ Ինքը եկավ ասեց վեհապարի անունը բازարակին չտան։ Արդյոք Գյումրիում Կիրակնորյա պատարագի ժամանակ կհնչի կաթողիկոսի անունը թե ոչ։ Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան ասում է իրեն հորդորել են անունը չտալ նույնիսկ ԱԱՑ-ից։ Որևէ հորդոր, որևէ հոգևորականի չի եղել։ Ասի դա բացառվում է։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով ռուս-ամերիկյան բանակցություններում բեկում չկա։ Но если Европа вдруг захочет с нами воевать и начнет, мы готовы прямо сейчас. Մինչ այդ Վլադիմիր Պուտինն է Եվրոպայի նկատմամբ սպառնալից հայտարարություն անում։ Это же не Украина. С Украиной мы там действуем хирургическим способом, аккуратнее. Понятно, да? Երեք հրապարակվեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող 1 տասնյակից ավելի փաստաթղթեր եւ դրանց շարքում նաեւ վերջերս ամենակրկնարկվողներից մեկը Մինսկի խմբի համանախագահների 2019 թվականի հունիսով թվագրված առաջարկը։ Հենց այս փաստաթուղթն է, որ տևական ժամանակ ներկա եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքների առանցքում է։ Հրապարակումից հետո էլ ավելի թեժացավ բանավեճը ու նաև հարցը, թե որն է եղել պաշտոնական Երևանի պատասխանն այս առաջարկին։ Փաստաթղթերի սեղմագիրն է, այն նոր առաջարկ չէ։ Հաջորդը Հայաստանը դրան պաշտոնապես չի պատասխանել, որովհետև Հայաստանը տեսել է այսքան սեղմագիրը 2018 թվականի իրավիճակի եւ գնահատման փուլում է եղել։ Ազգային ժողովի փոխնախագահն այսօր պատասխանեց բանակցային փաստաթղթերի հրապարակումից հետո ամենաշատը հնչող հարցին։ Ի վերջո, որն է եղել պաշտոնական Երևանի պատասխանը 44-օրյա պատերազմից առաջ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած վերջին առաջարկներին։ Ռուբեն Ռուբինյանը, որը նաև հայ-թուրքական հարցերով բանագնացն է, հղում արեց ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ 2019 թվականի հունիսի թուղթ է դա, երբ որ ես ասել եմ ինձ ասեք, որն է սեղմագիրը նախորդող շրջանի համանախագահները դա տվել են որպես նախորդող շրջանի բանակցային սեղմագիր։ Ես հիմա ձեզ ուղիղ հերքում եմ այն պնդումը ընդդիմության կողմից հնչեցվող, թե իբր եղել է 2019 թվականին որևէ ինչ-որ նոր առաջարկ եւ առավել եւս, որ մենք այդ որևէ նոր առաջարկին ասել ենք ոչ։ Չնայած Ռուբինյանը պնդում է, որ հայկական կողմին նոր առաջարկ չի ներկայացվել, հենց կառավարության կայքում 2019-ի փաստաթուղթը ձևակերպված է որպես ՀԱԿ Մինսկի խմբի առաջարկներ։ Համանախագահ երկրներից Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը 2020-ի ապրիլին պատմել է ակտիվորեն քննարկվող փաստաթղթերի նախագծերի մասին, որոնք 2019-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն են տարածվել։ Այս փաստաթղթերը նախատեսում են փուլային մոտեցման վրա հիմնված կարգավորման ուղղությամբ առաջընթաց։ Առաջին փուլում կազատվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ եւ կբացվեն տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունները։ Транспортных, экономических и прочих коммуникаций. Հաջորդ տարվա բյուջեի քննարկումներից հետո թեման չփակվեց, շարունակվեց հարց ու պատասխանին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունից Արթուր Խաչատրյանը կրկին բարձրացրեց հարցը։ Ինչպես է Հայաստանն արձագանքել Մինսկի խմբի առաջարկներին։ Անդրադարձավ նաև վարչապետի այն դիտարկմանը, որ թուղթն ուղղված էր Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, իսկ ինքը երբեք նախագահ չի եղել։ Այս փաստաթուղթը, որը ներկայացվել է կամ ձեզ կամ Արմեն Սարգսյանին, որտեվ ասինը թվին նախագահ Արմեն Սարգսյանն է, կամ ուղղակի մի հատ քարտուղարուի կամ թարգմանիչ սխալ է գրել։ Սրան դուք ինչ եք արել, ասել եք գնա փոխի վարչապետ Ծառքի նախագահի փոխարեն, ասել եք լավն է, բայց այս Նասիլենյան նարոդ Սարգի որն է եղել այս փաստաթղթին ձեր արձագանքը։
որովհետև այս իրավիճակը, եթե սա տեղի ունենար, մենք ունենայինք անհամեմատ շատ ավելի լավ իրավիճակ, քան թե մի իրավիճակ, որը ունենք այսօր։ Սկսել ենք քննարկել, խորհրդակցել հասկանալու համար բանակցային փաթեթի բովանդակությունը։ Եվ այդտեղ է նաև, որ ես տվել եմ հարցը եւ ստացել պատասխանը, որի մասին էլի ազգային ժողովի ամբիոնից երևի տասնյակ անգամ խոսել եմ։ Երբ որ ես համանախագահողներին ասել եմ, լավ, մեկնաբանություն։ Հիմա այս փաթեթով Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ պատասխանը հնչել, որ այո, կարող է, եթե Ադրբեջանը համաձայնվի։ Ընդդիմությունը երեկվանից 2019-ի փաթեթը հայկական կողմի համար բարենպաստ է որակում, նույն կարծիքին էր Արթուր Խաչատրյանը։ Նայում ես բավականին լավ փաստաթուղթ է։ Ամրագրվում է ան մեխանիզմը, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը։ Նշվում է, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ։ Նշվում է, որ համաժողովրդական կամ արտահայտությունը իրականացնելու են Լեռնային Ղարաբաղի բնակչությունը։ Այսինքն դուրս են գալիս այն բոլոր պնդումները, թե իսկ ով ասեց, որ Ղարաբաղում պետք է լիներ, ով ասեց, որ օրակարգում կարող է լինի անկախության հարցը, ժամանակավոր վարչակազմ էր հաստատվում, Հայաստանը դիտվում էր որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ հակառակն է գրածից հասկացել։ Երբևէ որևէ բանակցային փաթեթում գրված չի եղել, որ ձեր կողմից նշված հարաքվեն պետքա տեղի ունենա Լեռնային Ղարաբաղում։ Ընդհակառակը գրված է համաժողովրդական հանրաքվե, որը արտահայտում է Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամ արտահայտությունը։ Նշանակում է նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդդիմությունը երեկվանից հիշեցնում է Ղարաբաղյան հակամարտության լուծման առաջարկների, դրանց շուրջ բանակցել-չբանակցելու մասին Փաշինյանի հակասական հայտարարությունները։ Քննարկվող փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Բանակցությունների սեղանին միշտ թուղթ ա եղել, տենց բան չի եղել, տենց մի օր չի եղել, որ բանակցությունների սեղանը առանց թղթի լինի։ Եվ թող մեզ ոչ մեկ չասի, հա, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այնել բանակցում ենք։ Ես չեմ հասցրել բանակցել։ Ես բան չեմ բանակցել։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից Տիգրան Աբրահամյանը հնչած հայտարարությունները համադրել ու եզրակացրել էր։ Հարայնացվեց ադրբեջանցի պաշտոնյայի կողմից, ով ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել է, որ եթե ես նման բան ստորագրեմ, ժողովուրդը ինձ կսպանի։ Այսինքն ցավով եմ ասում, իմ համար էլ ընդունելի չէ հիմնվել այլ երկրների ներկայացների մոտեցումից, բայց քանի որ իշխանությունը պաշտոնական մոտեցում չի արտահայտվել, դաշտում մնացել է միայն Ադրբեջանի կողմից ներկայացած մոտեցումը, ինչը փաստում է, որ հայաստանյան իշխանությունները դա մերժել են։ Սրա հավաստիությունը նաև կարող է նրանով արտահայտել, որ ադրբեջանցիներն ասում են, որ Հայաստանի իշխանությունը իրավիճակը բերել է այնպիսի կետի, որից հետո մենք արդեն դիմել ենք ռազմական գործողություններին։ Նոյեմբերին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր պատմել, ինչպես Փաշինյանը մերժեց բանակցել։ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահարել։ Փաշինյանն անձամբ այս հայտարարություններին ուղիղ չի արձագանքել, դա ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է արել, հակադարձելով ոչ միայն Բայրամովին, այլև Հայաստանի նախկին նախագահներին, որոնց կարծիքով 44-օրյա պատերազմի պատճառներից մեկը Փաշինյանի կողմից բանակցություններից հրաժարվելն էր։ Մեր բանավիճելու բան չկա, թող կարդան, պատմեն, կարդան, պատմեն, կարդան, պատմեն։ Ինչ պետք է պատմեն, պատմելու բան չկա։ Վարչապետն ի դեպ այսօր հրաժարվեց առաջարկից, որը շուրջ 1 տարի է հետապնդում էր։ Նախկին նախագահների հետ էլ չի ուզում բանավիճել։ Ղարաբաղյան բանակցությունների տարբեր տարիների փաստաթղթերի հարցը քննարկվել է նաև Կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ այսօր։ Մասնավորապես ամենախորհրդավոր եւ մինչ օրս չհրապարակված փաստաթղթին Քիի Վեստյան առաջարկին է անդրադարձ եղել։ Կառավարության հրապարակածների ցանկում էլ այն չկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պնդել է, այդպիսի փաստաթուղթ իրենց ձեռքի տակ չկա եւ կոչ է արել Ռոբերտ Քոչարյանի թիմին հրապարակել իրենց առաջնորդի տարիներ առաջ բանակցած փաստաթուղթը։ Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քիվեստի
փաստաթուղթ չկա։ Ուղղակի չկա։ Եվ ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, եւ իմ պատասխանը մեկն է, որովհետեւ դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ այդ է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններ։ Ուրիշ որևէ բացատրություն չկա։ Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, նախ դրա բովանդակությանը, այդ ինչեք Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին տենց կամարանքով վերաբերվում։ Դուք չէիք, որ 20 թվից հետո հավաքվել էիք եւ որոշում էիք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրանից պարզաբանում ուզեք, թե ինչ թուղթ է, որտեղից է թուղթը։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է 100%-ով։ Երկրորդը, այս 5 տարիա քիվեստ եք ասում, էլի քիվեստ այդքան ուժեղ, լավ ծրագիր էր, իրականացնեիք։ Ավելին, դուք եք քիվեստից հրաժարվել, գնալով 2007 թվականին, Մադրիդյան սկզբունքներ առաջարկելով, բա եթե այդպես լավ բաներ քիվեստը ինչի եք հրաժարվել։ Եվ եթե այդքան ազգադավ փաստաթուղթեր ինչի չեք հրապարակել, որտեղ ձեր չի տալիս, որովհետև քիվեստով Արցախը Լաչինի միջանցքով միանում էր Հայաստանի Հանրապետությանը։ Այդքան վատնա, լռեք, այդքան վատնա գտեք եւ հրապարակեք եւ դրա համար ժամանակ ունեցել եք։ Դուք հրապարակեք քիվեստի թուղթը, հրապարակեք։ Եթե գաղտնիության խնդիր կա, ես պաշտոնապես ասում եմ, եթե կա տենց խնդիր, մենք չունենք, ես խոստանում եմ կառավարությունը որոշում կկայացնի ապա գաղտնիացնելու։ Տվեք այդ թուղթը, 10 օր ժամանակ տվեք, եթե գաղտնիության կստուգենք, կապա գաղտնիացեք, հրապարակեք։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն քննարկվել են տնտեսական համագործակցության եւ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին վերաբերող հարցեր։ Բրյուսելում երեկ հիշեցնեմ ստորագրվեց Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Մարտա Կոսը Բրյուսելում հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ։ X-ում արված գրառմամբ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար նշել է. «Մեջբերեմ մենք կակտիվացնենք աշխատանքները աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին»։ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա 6 ամիսների ընթացքում վերաբացելու հարցը, այս մասին իր աղբյուրներին հղումանելով գրում է Bloomberg-ը։ Թերթը հավելում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարություններից առայժմ մեկնաբանություն չեն ստացել։ Նախորդ շաբաթ Հայաստանի եւ Թուրքիայի գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել էին սահմանային անցակետում եւ Գյումրիում քննարկել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցը։ Պաշտոնական Անկարան վերջին տարիներին հայ-թուրքական կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական կարգավորման հետ եւ չի բացում 3 տասնամյակ շարունակ փակ պահվող սահմանը։ Քննչական կոմիտեն Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին որպես վկա այսօր հարցաքննել է Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործի շրջանակներում։ Հարցաքննությունը շարունակվել է ավելի քան 1 ժամ։ Դրանից հետո փաստաբան Ռաֆայել Ջահանգիրյանը ազատությանը հայտնել է, որ հարցաքննությունից հետո վկայի կարգավիճակը չի փոխվել, իսկ ավելին հայտնել չեն կարող, քանի որ պարտավորվել են նախաքննական գաղտնիքը չխախտել։ Սամվել Շահրամանյանը պատասխանել է իմ գործընկեր Նաիրա Բուլղադարյանի հարցերին հարցաքննությանը մտնելուց առաջ։ Նախնական մենք տեղյակ չենք ինչ գործով են մեզ կանչել, մենք կներկայանանք, մենք կներկայանանք վերջում փաստաբանը ձեզ կմեկնաբանի։ Ինչու եմ ասում, որովհետև ձեր անունը քննչականի այդ հրապարակումների մեջ Բագրատի գործի հետ կապված չկա, ես նայել եմ եւ չեք զարմանում, որ այդ գործի շրջանում։ Ես տեղյակ չեմ ինչ գործով են ինձ կանչել։ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը չի կատարել դատարանի որոշումը եւ խախտել է քրեական օրենսգիրքը, հենց այդ հիմքով էլ իրավապահները մեղադրանք են առաջադրել եւ ստորագրություն վերցնել նրանից չբացակայելու մասին։ Դատարանն ավելի վաղ արգելանք էր դրել Ծառուկյանի ունեցվածքի վրա, քանի որ նա 2023 թվականից անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի գործով։ Սակայն Ծառուկյանը վաճառել է Բուլղարիայում գտնվող գործարաններից մեկը խախտելով այդ որոշումը։ Եթե Ծառուկյանի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է առավելագույնը 1 տարվա ազատազրկում։ Ծառուկյանն անցնում է նաև այլ քրեական գործով, որը դատարանում է 2023 թվականից։ ԲՀԿ 69-ի առաջնորդը մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար, իսկ ինքը մեղքը չի ընդունում։
Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Վեհապարի անունը պատարագի չտան։ Արդյոք Գյումրիում Կիրակնորյա պատարագի ժամանակ կհնչի կաթողիկոսի անունը թե ոչ։ Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան ասում է, իրեն հորդորել են անունը չտալ նույնիսկ ԱԱՑ-ից։ Որևէ հորդոր, որևէ հոգևորականի չի եղել։ Ասի դա բացառվում է։ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով ռուս-ամերիկյան բանակցություններում բեկում չկա։ Но если Европа вдруг захочет с нами воевать и начнет, мы готовы прямо сейчас. Մինչ այդ Վլադիմիր Պուտինն է Եվրոպայի նկատմամբ սպառնալից հայտարարություն անում։ Это же не Украина. С Украиной мы там действуем хирургическим способом, аккуратненько. Ինչ վիճակ է Հայաստանում շնչառական վարակների տարածվածության առումով եւ ինչ խորհուրդներ են տալիս բժիշկները։ Արդյոք առաջիկա պատարագին, որին կմասնակցի վարչապետը, կհնչի կաթողիկոսի անունը։ Կիրակի երկրաշարժի տարելիցն է եւ ենթադրվում է, որ Փաշինյանը մտադիր է Գյումրիում մասնակցել պատարագի։ Նախորդների ընթացքում, որոնց նա ներկա է եղել, կաթողիկոսի անունը չի հնչել։ Ու նաեւ այդ պատճառով այսօր Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանին մայր Աթոռը կարգալույծ է արել։ Այժմ կարծես թե Գյումրիի Սուրբ Հակոբում պետք է Փաշինյանը պատարագի մասնակցի, այդ եկեղեցու քահանան ասում է, կաթողիկոսի անունը չի կարող չարտաբերել, թեև իրեն հորդորողներ եղել են անգամ ազգային անվտանգության ծառայությունից։ Սատանան, դևերը եւ նրանց գործակիցներն են։ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է։ Երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհապարի անունը, բացի մի հոգուց, ու այդ մեկը ինքն է։ Ես կարելին ասել եմ, որ ես իրավունք չունեմ այդպես բան անելու, 25 տարի ես Վեհապարի անունը տվել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն այս Կիրակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մտադիր է Գյումրիում պատարագի մասնակցել։ Այս մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն քահանայի խոսքից հասկանում ենք, որ այդպիսի մտադրություն կա։ Ավելին, ըստ Տեր Ռուբենի, Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը պատարագի։ Մի առիթով վարչապետը մասնակցել է իր մատուցած ծեսին։ Քահանան դեմ չէ, սիրով կպատարագի։ Վարչապետին բարեպաշտ քրիստոնյա է համարում, բայց խնդրում է եկեղեցու գործերին չխառնվել։ Ձեզ որ արգում եք, դուք էլ մեզ արգեք։ Նրա հետ մի շարք մարդիկ են բանակցել։ Քահանան պատմում է, նույնիսկ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են Վեհապարի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել։ Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ։ Երեք էլ իմիջիալոց ասեմ, այստեղի ԱՑ-ի հետ եկել էի Շիրակի, բան Տերաջան խնդրում։ Ասի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասի դա բացառվում է։ Վեհապարը գործող հարապետն է մեր։ Մենք իր անունը 25 տարի ես պատարագներին տվել եմ ու էլի պիտի տամ։ Ըստ Տեր Ռուբենի Սուրբ Հակոբում պատարագի մասնակցելու Փաշինյանի մտադրության ու քահանայի նախընտրելի պահվածքի մասին տնտեսագիտականի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է ասել։ Վերջինս 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման նախաձեռնողներից էր։ Ինքը եկավ ասեց Տերա ջան, ուզում ենք որ դու պատարագես եւ այլն, հիմա կպարզ ասեմ, որ Վեհապարի եւ Վեհապարի անունը պատարագին չտակ։ Կարեն Պետրոսյանը հերքեց, ասաց քահանաների հետ ամենօրյա ռեժիմով է կապի մեջ, այդպիսի բան չի ասել։ Իմ կողմից որևէ հորդոր նման հարցով չի եղել եւ ցանկացած քահանա ինքն է որոշում պատարագի ժամանակ իր ընթացքը եւ այդ ամբողջ խորհրդակատարությունը։ Իմ կողմից առուն զեղչելու որևէ հորդոր, որևէ հոգևորականի չի եղել։ Պետրոսյանը նկատեց, պիտի այնպիսի կաթողիկոս լիներ, որ ցանկացած պատարագի ժամանակ նրա անունը հավատացյալների շուրթերին լինի։ Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան սակայն անընդունելի է համարում իրենց ինչ որ գործընթացների մեջ ներքաշելու այս փորձը։ Մեր վարչապետը այդ քահանաներին գցում է փորձանքի մեջ։ Հասկանում եք դա։ Չի կարելի այդպես բան անել։
Քահանայի բառով փորձանքների մեջ արդեն մի քանի քահանաներ են հայտնվել, այսինքն կարգալույծ են արվել։ Այսօր էլ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեն զրկվեց քահանայական կարգից Մայրաթորի որոշմամբ։ Նա պատարագել էր վարչապետի մասնակցությամբ ու զեղչել կաթողիկոսի ու թեմակալ առաջնորդի ազատազրկված Մկրտիչ Սրբազանի անունները։ Տեր Ռուբեն քահանան տարակուսում է, եթե Նիկոլ Փաշինյանը որպես շարքային հավատացյալ է մասնակցում հոգևոր արարողություններին, ինչպես են ինքը կամ թիմակիցները Տեր հորը հորդորում ինչ անի, ինչ չանի։ Եթե Փաշինյանն այնուամենայնիվ գա իր պատարագին, քարոզի ժամանակ որոշ բաներ կբացատրի քահանան, բայց դեռ ոչինչ պարզ չէ։ Հələ բարձր չի ելը։ Ինձ որևէ բան չեն ասել, որ պարոն վարչապետը պետք է գա։ Ես դեռ ոչինչ չգիտեմ, ընդամենը դա ֆեյսբուքյան զրույցներ է։ Սուրբ Հակոբ եկեղեցու ավագ քահանա Տեր Վարուժանն էլ դեռ հաստատում չունի վարչապետի մասնակցության վերաբերյալ։ Շեշտեց ինքն այդ օրը որտեղ էլ պատարագի, աղոթքների տեքստը խմբագրել չի պատրաստվում։ Դա հակականոնական է, մենք ենթարկվում ենք կանոններին, այդպիսի ցուցում իմ կողմից չկա։ Շիրակի թեմում 24 քահանաներ են ծառայություն մատուցում։ Արդյոք երկրաշարժի զոհերի տարելիցի օրը վարչապետը Գյումրիում կգտնի հոգևորականի, որ պատարագ կմատուցի առանց Գարեգին II անվան հիշատակության։ Հստակ չէ։ Անցած տարի դեկտեմբերի 7-ին վարչապետ Փաշինյանը տիկնոջ հետ Գյումրիում էր։ Ծաղկեպսակ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Հարևանությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի չմտան։ Այստեղ ամենայն հայոց կաթողիկոսներ վերաուծում Սուրբ Սեղանը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը այդ օրը 25 տարվա անմնացորդ ծառայության համար վեհափարից եպիսկոպոսական պանակ ստացավ։ Գյումրու այդ ժամանակ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եկեղեցական շքանշան։ Վերջին երկուսն այժմ կալանավայրում են։ Եկեղեցի կառավարություն հարաբերության հարցը նաև կառավարություն ազգային ժողով հարցոպատասխանի ժամանակ է շոշափվել։ Փաշինյանը վերահաստատել է իր տեսակետը, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Ես մի առաջարկ ունեմ, ուզում եմ դուք հանրությանը պարզ ասեք, որ ձեր խնդիրը ոչ թե եկեղեցին մաքրելն ու նորոգելն է, ձեր խնդիրը ունենալ ձեզ ենթակա եկեղեցի եւ ձեզ ենթակա կաթողիկոս եւ դրա համար ոչ միայն նավասարդ կճոյանների, նույնիսկ սատանայի հետ գործարքի կգնաք դա իրականացնելու համար։ Ինձ պետք չի կաթողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավակ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին։ Ինձ բացարձակապես ես տենց նկրտումներ չունեմ։ Երկրորդը, ոչ Նավասարդ Կճոյանը, ոչ որևէ այլ հոգևորական ինձ հաշվետվություն տալու կարիք չունի։ Բոլոր հոգևորականները պետքա թափանցիկ լինեն իրենց համայնքների առաջ։ Բոլորը առանց բացառության։ Հայաստանի ծառայքելական եկեղեցու դեմ գործում է Կտրիչ Ներսիսյանը եւ բոլոր իրենց պաշտպանողները, որովհետեւ իրենց համար եկեղեցին եղել է, կա եւ ուզում են մնա ընդամենը խարդավանքների գործիք։ Մենք դա թույլ չենք տալու։ Կտրիչ Ներսիսյանը պետքա հեռանա։ Ես այս ամբիոնից ասել եմ, տարբերակ չկա։ Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետքա գնա, տարբերակ չունի, պետքա գնա, ոչ մի ուրիշ տարբերակ։ Նույնիսկ ավակ եւ կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրյա հատուկ ծառայությունները, նույնիսկ գեներալներն ու գեներալ գնդապետները չեն փրկի։ 660,000 մարդ կամ բնակչության 1/5-ը Հայաստանում աղքատության շեմից անդին է ապրում։ 18,000 մարդ էլ ծայրահեղ աղքատ է, այսինքն օրական 1000 դրամ էլ չունի ապրելու համար։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2021-ին մինչդեռ հայտարարել էր, որ ծայրահեղ աղքատությունը պետք է վերացվի, աղքատությունն էլ 2 անգամ նվազեցվի։ Այդ ծրագիրը կատարելու համար 1 տարի է մնացել, բայց աղքատության հաղթահարման հարցում առաջընթացը շատ քիչ է։ Եթե աշխատանքը արդյունք չի տալիս, այսինքն կարճ ասած, եթե աշխատանքը մարդու բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Պետք է վերադառնալ կրթությանը, աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եթե դրանից հետո էլի իր աշխատանքը իր բարեկեցությունը չի ապահովում, ինչա պետք է անել։ Էլի է պետք վերադառնալ կրթությանը եւ աշխատանքային հմտությունների զարգացմանը։ Եվ սա պետք է լինի մեր քաղաքականությունը աշխատանքի ոլորտում։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախ կրկնվող այս թեզին պաշտոնական վիճակագրությունը փաստում է, Հայաստանում աղքատության ճիրաններից բարձրագույն կրթություն ստացածներն էլ չեն կարողանում դուրս գալ։ Կրթության ու լավ կենսամակարդակի մասին դիֆերանտներին զուգահեռ թվերը խոսում են։
Բու հավարտած ավելի քան 100,000 մարդ աղքատության մեջ է ապրում։ 2024-ի տվյալներով նրանք չեն կարողացել ամսական գոնե 53,000 դրամ ծախսել։ Վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ հրապարակեց Հայաստանի սոցիալական պատկերն ամփոփող տարեկանազեկույցը։ Վերջին տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 22% կամ ավելի քան 660,000 մարդ պաշտոնապես աղքատ է։ Ավելի քան 18,000 մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։ 2024-ին ամսական նույնիսկ 29,000 դրամ ծախսելու ու գոյատևելու համար ամենաանհրաժեշտը գնել չի կարողացել։ Ծայրահեղ աղքատների թվում նաև բարձրագույն կրթություն ունեցողներ կան։ Չքավորության ամենացածր այս մակարդակում մինչդեռ չպետք է գտնվի եւ ոչ մի մարդ, եւ սա ոչ թե ինչ-որ մեկի բարի ցանկությունն է, այլ կառավարության հիմնական պարտավորություններից մեկը։ 2021-ին ընդունված հնգամյա ծրագրում խոստացել են վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Վիճակագրությունը փաստում է, առայժմ խնդիրը լուծել չի հաջողվել։ Աղքատությունը կլինի ծայրահեղ թե որևէ այլ, հաղթահարվում է աշխատանքով։ Աղքատության մասին խոսելիս կրթությանը զուգահեռ իշխանականները նաև աշխատանքի կարևորության մասին են խոսում։ Իրենցից տված խոստումը չկատարելու պատճառների մասին խոսելու փոխարեն վարչապետը հաճախ սլաքները թեքում է իրենց կողմից ու կրկնում իր արդեն հայտնի թեզը՝ աղքատությունն ընտրություն է։ Ոչ մեկ պարտավոր չի գնա առավոտից իրիկու աշխատի, որ դու քո 7 անգամ ռեմոնտ արած դիվանի վրա պարկես ու սերիալ նայես, թոք-շոուներ նայես։ Մինչդեռ ծայրահեղ աղքատներ կան նաև աշխատողների թվում։ 2024-ին գործ ունեցողների 0,4%-ը կյանքի համար առաջին անհրաժեշտության ապրանք չի կարողացել գնել։ Պաշտոնական թվերի հիմքով մոտավոր հաշվարկը վկայում է, որ այդ պայմաններում են ապրում աշխատանք ունեցող ավելի քան 3,000 քաղաքացիներ։ Խոսքը միայն ծայրահեղ չքավորության մասին է։ Աղքատության ընդհանուր մակարդակը գործ ունեցողների շրջանում 19% է կազմել։ Այսինքն Հայաստանում մոտ 150,000 աշխատող աղքատ կա։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն այն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Հակառակ դեպքում չէր լինի, որ հազարավոր, էլ չեմ ասում տասնյակ հազարավոր մարդիկ ուրիշ տեղերից գային Հայաստանում աշխատեին եւ ուրիշ տեղերում իրանց ընտանիքները պահեին։ Իր այս վերջին ելույթում վարչապետը չանդրադարձավ գործազրկության երկնիշ ցուցանիշներին, ոչ էլ հիշատակեց այն 10%-ից նվազեցնելու իրենց իսկ տված խոստումը։ Պաշտոնապես գործազուրկ են համարվում այն մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել, գործ են խնդրում, սակայն չեն գտնում։ Ահա այս ցուցանիշով ըստ Համաշխարհային բանկի Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում հետնապահն է։ Ավելին, ամբողջ աշխարհի մասշտաբում Հայաստանը վատագույն 21-րդ ցուցանիշն ունի։ Պաշտոնական հաշվարկներին զուգահեռ վիճակագիրները նաև քաղաքացիներից հետաքրքրվում են, թե իրենց կենսամակարդակն ինչպես են գնահատում։ Այստեղ մի ուշագրավ հանգամանք կա։ Ցածր եկամուտ ունեցողները հաճախ հարցերին պատասխանելիս իրենց աղքատ չեն ներկայացնում։ Ամենաապահովներն ընդհակառակը իրենց հարուստ չեն համարում։ Նույնիսկ պատասխանում են, թե չքավորության մեջ են ապրում։ Իրենց հարուստ համարողների մասնագետները չեն հանդիպել։ Ընդհանուր առմամբ հարցվածների կեսից ավելին կարծում է, թե միջին կենսամակարդակ ունի։ Սա ուղիղ հակասության մեջ է մտնում Համաշխարհային բանկի թվերի հետ։ Կյանքի որակի մասին մարդկանց թյուրընկալումներն են պատճառը, թե պարզապես իրենց դրությունը ավելի լավ ներկայացնելու ցանկությունը կարելի է միայն ենթադրել։ Այս օրերին հիվանդանոցները լիքն են շնչառական վարակներով, հիվանդներով, հատկապես երեխաներն են հիվանդանում դպրոց մանկապարտեզներում արագ վարակվելով։ Ինչ ախտանշաններ կան եւ ինչ անել դրանց դեմ։ Մինչև 40 աստիճան ջերմություն, քթահոսություն, հազ մկանացավ։ Այս ախտանշաններով են այսօր հիմնականում երեխաները դասերից բացակայում։ Առողջապահության նախարարությունից ասում են, երկրում ակտիվ շրջանառվում է գրիպն ու մի խումբ սուր շնչառական այլ վարակներ։ Ընտանիքում 6 անդամ ենք, ես ընտանը չեմ մնում, որ մյուսներից չվարակվեմ։ Վիրուս եկել է փոքր եղբայրս, ով դպրոց է հաճախում։ Գրիպի եւ սուր շնչառական վարակների սեզոնը սկսվում է հոկտեմբերից ու ավարտվում մարտ-ապրիլ ամիսներին։ Հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 2-ը Հայաստանի բուժկենտրոններում սուր շնչառական վարակներով 706 մարդ է հոսպիտալացվել։ 91%-ը 0-ից 18 տարեկան երեխաներ են։ 185 երեխա էլ դպրոցից տուն է ուղարկվել։ Մասնագետները խորհուրդ են տալիս մինչև հոկտեմբեր պատվաստվել գրիպի դեմ ու ժամանակին դիմել բժշկի։ Եթե ունեք ախտանշաններ եւ եթե 2-3 օրվա ընթացքում տեսնում են քաղաքացիները, որ իրենց մոտ ոչ մի դրական դինամիկա չի լինում, այսինքն գնալով վիճակը ավելի է ծանրանում, հատկապես երեխաների մոտ,
որոնց մոտ process-ը կարող է ավելի արագ ընթանալ, ժամանակին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ, եւ մենք ունենք կարեւոր կանխարգելիչ միջոցառումներ, որը շատ կարեւոր է գրիպի եւ սուրշնչառական վարակների ժամանակ, դա պատվաստումներն են, որ ժամանակին պատվաստվեն, որպեսզի չունենանք այդ զարգացումը։ Երևանի Մուրացյան համալսարանական մանկական հիվանդանոցում միայն 2 օրում դիմելույթյան աճ է նկատվել՝ 184-ից 241, եւ մեծ մասը գրիպի ու սուրշնչառական վարակների դեպքեր են։ Facebook-յան մեր հարցմանն արձագանքած հարյուրավոր քաղաքացիներ հիմնականում նշել էին, որ արդեն հասցրել են վարակվել։ Մենք ամբողջ ընտանիքով տապալված ենք գրիպից։ Փոքրս արդեն 3-րդ շաբաթն է չի կազդուրվում։ Մկանային ցավեր, հաստ, չնահանջող 39.5 ջերմություն առաջին շաբաթը, հետո կրկնվում է։ Ես շատ ծանր հիվանդացա։ մի 10 օրեր լավացել էի, հիմա էլ անտանելի խեղդող հազ է սկսվել։ Նույնը ամուսինս ու փոքր տղաս։ Ջերմությունը մինչև 41 աստիճան։ Այս պահին տապալված եմ։ Ընտանիքիս անդամները հերթով հիվանդացան։ Նույն կերպ հազ, մինչև 40 աստիճան ջերմության բարձրացում, փսխում, թուլություն, առատ քրտնարտադրություն։ Գրիպ չենք, հազն է տանջում։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ համացանցում է հիշեցնում։ Սեզոնային վիրուսներն ակտիվանում են գրիպի A տեսակի H3N2 տիպի վիրուսից բացի, նաև ռինո, բոկա, ադենավիրուսներ ու պարագրիպի հարուցիչներ են շրջանառվում։ Սրանք բոլորը սովորաբար առաջացնում են մրսածության կամ վերին շնչուղիների թեթև ախտանշաններ, բայց ծանր դեպքերում կարող են զարգացնել թոքաբորբ, շնչառության դժվարություն եւ հոսպիտալացման անհրաժեշտություն։ Բայց մարդն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե ինչ վարակ է իր մոտ։ Միայն լաբորատոր ստուգումը կտա այդ հարցի պատասխանը։ Ըստ դրա էլ կորոշվի բուժման ձևը։ Սկզբնական օրերին մտածում ենք սովորական ուղղակի սեզոնային վիրուս է, ուշադրություն չենք դարձնում, ինչեւ որ իհարկե չխորացավ։ Հենց եղբորս դասանում 10 աշակերտ այս պահին ընդհանրապես չի գնում դասի, 1 շաբաթ է արդեն, որտեվ դասի մոտ էլ խորացած վիճակ է։ Տաթև Ղազարյանի 6 հոգանոց ընտանիքից առողջ է միայն ինքը։ Կարծում է գրիպի դեմ պատվաստումն է իրեն օգնել։ Ենթադրում է, որ ընտանիքի մյուս 5 անդամները դպրոցահասակ եղբորից են վարակվել։ Իր մոտ ավելի բարդացած վիճակ է, ինքը այս պահին թոքաբորբ է տանում, տարել են Արտաշատի պոլիկլինիկա, միայն ռենտգենի բաժնում մոտավորապես 1.5 ժամ եւ ավել հերթ ենք կանգնել։ Արյան օրինակ անալիզի դրանոտ ես հերթը պահում, ռենտգենի դրանոտ հայրիկս էլ հերթը պահում, որովհետեւ հոսքը հենց շատ է։ Կրթության եւ առողջապահության նախարարությունները համաճարակային ֆիլտր կոչվող մեթոդով դասղեկներին ու վարչակազմերին հանձնարարել են չթույլատրել հիվանդ երեխաների մուտքը դպրոց եւ անհրաժեշտության դեպքում կազմակերպել հեռավար ուսուցում։ Նախարարության տվյալներով վերջին օրերին դպրոցներում բացակայությունների միջին ցուցանիշը չի գերազանցում 15%-ը, ինչն ըստ կրթության նախարարության նորմայի սահմաններում է։ Իսկ ահա Երևանի քաղաքապետարանի տվյալներով մանկապարտեզ հաճախող 27650 երեխաների շրջանում բացակայությունները տատանվում են 7000-ից մինչև 9000-ի շրջանակներում, այսինքն մինչև 25-ից 33%։ Թեև հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից ասում են, եթե բացակայությունները 20 եւ ավելի տոկոս է կազմում, ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար։ Հեռավար ուսուցման անցած դպրոց Հայաստանում դեռ չկա։ Երևանում էլ վիրուսների պատճառով դեռ մանկապարտեզներ չեն փակվել։ Դպրոց, բուհ, մանկապարտեզ ինքնուրույն են որոշում հեռավար անցնելու կամ մանկապարտեզն օրինակ փակելու հարցը։ Կարող են ինքնուրույն դիմել եւ ներկայացնել առաջարկություն նախադպրոցական հաստատությունների փակման վերաբերյալ, իսկ միջին բարձրագույն եւ հետբուհականներին անցնել հեռավար ուսուցման։ Թեև բժիշկները խորհուրդ են տալիս գրիպի կամ սուր շնչառական վարակների դեպքում հակաբիոտիկներ ինքնուրույն չօգտագործել, որովհետև դրանք ազդում են միայն բակտերիաների վրա, այդուհանդերձ դեղատները շարունակում են առանց դեղատոմսի ազատորեն հակաբիոտիկներ վաճառել։ Եվրոպայում մտահոգված են Վլադիմիր Պուտինի նոր հայտարարություններից Եվրոպայի դեմ հնարավոր պատերազմի մասին։ Ռուսաստանի նախագահը դարձյալ խորհրդել է այս թեմայով, ասելով, որ իրենք պատերազմ չեն սկսի, բայց եթե Եվրոպան որոշի պատերազմ սկսել, շատ արագ հնարավոր է այնտեղ բանակցող էլ չմնա։ Այս հայտարարությունները հնչել են 3 Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունների օրը, որը ցույց տվեց, որ փոխզիջում չկա։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Կրեմլում 3 տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններն օգտակար էին կառուցողական եւ իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա։ Խաղաղությունն էլ ոչ մոտ է, ոչ հեռու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Վլադիմիր Պուտինի մոտ 5 ժամ տևած բանակցությունները։ Յուրի Ուշակովն ասել է, որ քննարկել են ոչ թե ամերիկյան ծրագրի կոնկրետ ձևակերպումները, այլ դրանց էությունը։ Թրամփի ծրագրի որոշ դրույթներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները ոչ, ասել է նա, հավելելով, որ քննարկել են տարածքային կոնկրետ հարցեր, սակայն այս հարցում փոխզիջումային տարբերակ դեռ չկա։ Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս բերվի առնվազն Դոնեցկի մարզի ողջ տարածքից, ինչին Ուկրաինան եւ Եվրոպան դեմ են։ Կողմերը համաձայնել են նաև շարունակել շփումները եւ չգաղտնազերծել բանակցությունների դետալները։ Լրագրողները հետաքրքրվել են այս հանդիպմամբ կողմերը մոտեցել են խաղաղությանը, թե հեռացել։ Ուշակովը պատասխանել է. Не дальше это точно. Не дальше это точно. Չենք հեռացել, դա հաստատ կարող եմ ասել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու թե Վաշինգտոնում, թե Մոսկվայում, այսքան է, եւ շփումները կշարունակվեն։ И контакты будут продолжены, как я сказал. Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դիմիտրիևը, որը եւս մասնակցել է բանակցություններին, մեկ բառով է բնութագրել դրանք. Արդյունավետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խնդրի կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է հանդիպել այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ բանակցությունները շարունակվում են փորձագիտական մակարդակով։ Նախագահ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովն այսօր Բրյուսելում կհանդիպի եվրոպացի պաշտոնյաների հետ, կփոխանցի թե ինչ է քննարկվել Կրեմլում, ապա կմեկնի Միացյալ Նահանգներ նոր հանդիպումների։ Իսկ Վլադիմիր Պուտինը ամերիկացիների հետ հանդիպումից առաջ 3 դարձյալ եվրոպայիներ մեղադրել խաղաղության գործընթացին խոչընդոտելու համար։ Ըստ Պուտինի, նրանք ամերիկյան ծրագրում այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար, ինչից ակնհայտ է դառնում, որ Եվրոպան մտադիր է արգելափակել գործընթացը։ Ռուսաստանի նախագահը նաև ասել է, մտադիր չեն պատերազմել Եվրոպայի դեմ, բայց պատրաստ են։ Но если Европа вдруг захочет с нами воевать и начнет, мы готовы прямо сейчас. Եթե Եվրոպան հանկարծ որոշի պատերազմ սկսել մեր դեմ եւ սկսի այն, մենք պատրաստ ենք հենց հիմա, դրանում կասկած չի կարող լինել։ Հարցն այն է, եթե Եվրոպան որոշի պատերազմ սկսել, իրավիճակը շատ արագ կարող է հասնել մի կետի, որ ոչ ոք չի մնա, որի հետ բանակցենք։ Может быстро произойти ситуация, при которой нам не с кем будет договариваться. Պուտինը Սևծովում ռուսական նավերի վրա ուկրաինական զինուժի հարձակումները ծովահենություն է անվանել, սպառնալով փակել Ուկրաինայի ելքը դեպի ծով, եթե դրանք շարունակվեն։ Նաև սպառնացել է ուժեղացնել ուկրաինական օբյեկտներին եւ նավերին հարվածներն ու թիրախավորել Ուկրաինային օգնող երկրների տանկերները։ Պուտինի սպառնալիքների ֆոնին Նորվեգիան, Գերմանիան եւ Կանադան հայտարարել են, որ ընդհանուր $900 միլիոն կհատկացնեն Ուկրաինայի համար Միացյալ Նահանգների զենք գնելու նպատակով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հույս է հայտնել, որ բանակցությունները կհաջողեն եւ խաղաղություն կհաստատվի, իսկ մինչ այդ պետք է շարունակվեն Ուկրաինային զենքի մատակարարումն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Ըստ Մարկ Ռուտեի, Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի բոլոր ճակատներում։ Մենք պետք է համոզվենք, որ մինչ բանակցություններն են ընթանում, Ուկրաինան լինի ամենաուժեղ դիրքերում, շարունակելու պայքարը հակահարված տալու ռուսներին, բայց նաև լինի ամենաուժեղ դիրքերում, երբ խաղաղության բանակցությունները հասնեն այն կետին, երբ նստեն բանակցելու։ Բելգիան, որտեղ պահվում է ռուսական սառեցված ակտիվների մեծ մասը, կրկին քննադատել է դրանց հաշվին Ուկրաինային վարկ տրամադրելու Եվրոպական միության առաջարկը։ Վարչապետ Մաքսիմ Պրևոն ասել է, իրենց մտահոգություններն արդարացի են, իսկ ԵՄ առաջարկները չեն փարատում դրանք։ However, we have the frustrating feeling of not having been heard. Մեզ մոտ հիասթափության զգացողություն կա, որ մեր ձայնը լսելի չէ, մեր մտահոգությունները թերագնահատվում են, եւ հանձնաժողովի ներկայացած տեքստերը անհրաժեշտ կերպով չեն փարատում մեր մտահոգությունները։ In a satisfactory manner. Գերմանիայի արգոսնախարարը հայտարարել է, որ շատ լուրջ են վերաբերվում Բելգիայի մտահոգություններին։ Յոհան Վադեվուլֆի խոսքով հարցը հնարավոր կլինի լուծել, եթե դաշնակիցները միասնական լինեն։ Ռուսական ակտիվների օգտագործման համար իրավական ապահով հիմք է հարկավոր եւ այդ ուղղությամբ աշխատում են։ Եվրահանձնաժողովի նախագահն ավելի ուշ ներկայացրել է Եվրոպական միության ծրագիրը, որով առաջարկվում է 2026-27 թվականներին ռուսական սառեցված ակտիվների հաշվին վարկ տրամադրել Ուկրաինային։ Արգելել այդ միջոցների վերադարձը Ռուսաստանին, երաշխիքնել տալ ԵՄ անդամներին, որ Ռուսաստանի պատասխան քայլերի դեպքում կկարողանան վարկ ստանալ, նաև կլինի օրենսդրական փոփոխություն, ինչը թույլ կտա վարկը տրամադրել Եվրոպական միության բյուջեից։ Ուրսուլա ֆոն դեր Լայնի խոսքով ԱՄՆ-ին տեղեկացրել են դրա մասին ու դրական արձագանք ստացել։ ԵՄ խորհուրդն իր հերթին հայտնել է, որ Եվրախորհրդարանի հետ նախնական համաձայնության են եկել ռուսական բնական գազի ներմուծումը մինչև 2027 թվականն աստիճանաբար դադարեցնելու շուրջ։ Կրեմլի խոսնակն ասել է, դա Եվրոպական միությանը պակաս մրցունակ կդարձնի։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար նորություններին հետևեք azatutsion.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից հաջողություն։